Ողջույն, Բուն TV-ի մարզասեր հեռուստադիտող։ Ես շատ էի կարոտել ձեզ հետ այս հանդիպմանը եւ այս հանդիպումը կրկնակի կարեւոր է ինձ համար, քանի որ նախ եւ առաջ սա մեկ բան է նշանակում։ Sport podcast Դեթանոսի հետ շարունակվում է, իսկ ել ավելի կարեւոր է այն, որ մենք վերադառնում ենք այս եթերաշրջան օրացուցային պլանի խախտմամբ, իհարկե, բայց նաև երևի թե հասկանում եք իմ շուրջ այս տեղի ունեցած փոփոխություններով, թե որն էր պատճառը։ Այո, մենք բազմաթիվ տաղավարային շտկումներ ունենք եւ կարելի է ասել, որ նոր շունչ է ստանում Պոդքասթը առհասարակ այստեղ միայն ես չեմ լինելու եւ բազմաթիվ իմ մյուս գործընկերները նույնպես այս տաղավարից են աշխատելու, այնպես որ թե նրանց, թե նաև ինձ ու մեզ, մեր թիմին հաջողություններ եմ մաղթում։ Դե ստացվեց այնպես, ինչպես ստացվեց եւ ցավոք սրտի այս եթերաշրջանը, ինչ որ կրկնում եմ, ժամանակային խախտումով ենք սկսվում, կարևորը որ մենք սկսում ենք եւ տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններ պարզապես ստիպված էինք բաց թողնել, կփորձենք լրացնել հնդածս, հավատացած եմ, որ մենք ժամանակ կհատկացնենք, կգտնենք բազմաթիվ իրադարձությունների մասին խոսելու, մանավանդ որ դրա ցանկությունը իհարկե կա, դա մեկ, եւ երկրորդը մեր աչքից չի վրիպում մյուս սպորտաձևերը, կարեւոր է, որ հենց սպորտ ոդքասթի շրջանակներում մենք խոսում ենք այնպիսի մարզաձևերի, այնպիսի հաջողությունների մասին, որոնք որ հիմնականում ցավոք սրտի մեր համացանցային թե եթերային բազմաթիվ հաղորդումների շրջանակներից ուղղակիորեն դրանք դուրս են մնում։ Հակիրճ կփորձեմ ասել, թե ինչ է տեղի ունեցել այս ամիսների ընթացքում, իհարկե դադար կար եմ, որ նորմալ եւ պաշտոնապես դադար էր, բայց նաեւ այս փոքրիկ բարեփոխումները պատճառ դարձան, որ եւս որոշ ժամանակ մենք բաց թողեցինք, իսկ դրանց այռուցի բաժինը իրադարձությունների բաժին ընկան հենց մարտ ամսին։ Եվ թերևս մարտ ամիսը ֆանտաստիկ սկսեց մեր ֆուտզալի ազգային հավաքականի համար Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ նույն այս տաղավարում հիշում եք այստեղ նստած է Ռուբեն Նազարեթյանը մոտավորապես այստեղ միտեղ ես եւ այն ժամանակ դեռևս նախորդ տարի մեր հավաքականի գլխավոր մարզիչը գերկարևոր մի հայտարարություն արեց, որը որքան էլ մեզ համար մի քիչ կարող էր բարձր հնչել, թե ինչ, բայց արդյունքում բանից պարզվեց, որ նա ամբողջությամբ ճիշտ էր եւ ըստ էության մեր ընտրանին առանց բրազիլացիների ցույց տվեց, որ ունի այնպիսի որակներ, կամք եւ ցանկություն, որն ամենակարևորն է, կարողացավ Եվրոպայի 3-րդ, այժմ 4-րդ հավաքականին պարտության մատնել ու իր տեղը ապահովագրել Լիտվայում եւ Լատվիայում գալիք տարի հունվար-փետրվարին տեղի ունենալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Մեղմ ասած ֆուտզալի մեր հավաքականի տղաների, որոնցից շատերին կարելի ասել ես անձամբ գիտեմ նրանց արած աշխատանքը իմ աչքի առաջ է եղել վերջին մի քանի տարիների ընթացքում, վստահ եմ, որ ֆուտզալ սիրող մի շրջանակ կա, որոնք շատ ավելի վաղ շրջանից են ճանաչում տղաներին, դեռևս այն փուլերից, երբ պարզապես սիրողական մակարդակի մասշտաբի ինչ-որ ֆուտզալով էին զբաղվում այս տղաների մի մասը, դե իհարկե չենք մոռանում բոլոր նրանց, ովքեր որ հանդես են գալիս հիմնականում Ռուսաստանի առաջնությունում շատ ավելի պրոֆեսիոնալ լիգայում եւ նրանց ներդրումը ուղղակիորեն հսկայական է, Դենիս Նևեդրովը եւ Խրոմիխը այս ընթացքում ուղղակիորեն իրենց հսկայական ասելիքը ասեցին եւ կարելի է ասել, որ շատ մեծ բաժին ունեն այս հաջողությունում։ Նրանց պարզապես մեծ հսկայական շնորհակալություն արված աշխատանքի համար, իսկ Ռուբեն Նազարեթյանի ամեն մի նման խոսքին հետ այսօր ես մի փոքր այլ կերպ եմ նայելու, որովհետեւ մեկ բան է, երբ տեսնում ես, որ մարզիչը փորձում է իր վստահությունը պարզապես փոխանցել իր թիմին, իր տղաներին, որ տղաներ, ես ձեզ հավատում եմ։ Այո, դա կարող է լինել մարտավարության ինչ-որ մի մաս, բայց երբ հասկանում ես, որ դա պարզապես շարքային ինքնավստահություն չէ, դա իսկական վստահություն է նրանում, որ այո, արգելիս մենք կարող ենք անել եւ այս խնդիրը կարող ենք հաղթահարել, դեռ մի բան էլ ավել։ Այս հավաքականը գոնե այս պահին այն ամենը ինչ ասվում է, մեկ բանի մասին է, որ իր արչեւ խնդիր է դնելու գնալ հնարավորինս հեռու։ Ես
չի ասի որ ներքին վստահություն ունեմ, դա կարող է դառնալ որպես ինքնավստահություն, բայց ինչ որ ապագայում ես տեսնում եմ, որ հենց այս տղաները հնարավոր է փոքրիկ մի քանի փոփոխություններով, բայց կարող են մեծ ֆուտզալային աշխարհում մեծ խնդիրներ լուծել։ Եթե դա անգամ իմ բարի ցանկությունն է, ապա ես դա բարեմաղթանքի տեսքով ուզում եմ ասել նրանց, որ ես ցանկանում եմ, որ նրանք այդ հաջողությունը իրենց կյանքում ունենան եւ ֆուտզալային աշխարհում Հայաստանը եւս ասելիք ունենա հետայսու բոլոր մյուս եվրոպական երկրները, որոնք որ չեմ ասի, որ կես լուրջ հայացքով են նայում, բայց որոշակի կասկածով են նայում։ Արդյոք սա մի ընտրանի է, որը փայլատակելու է եւ մեծ հաշվով ֆուտզալային աշխարհից անհետանա, օրինակ գալիք տարիների ընթացքում, չէ, բավականին լուրջ արված աշխատանք կա եւ այդ աշխատանքի երևի ամենակարևոր հատվածը մեր առաջնությունն է, որը հիմա ընթացքի մեջ է։ Բազմաթիվ տղաներ հանդես են գալիս հենց բարձրագույն խմբում, մեր առաջնության ներքին ակումբներում, այդ թվում եւ հենց հիմա չեմպիոնության համար պայքարող Յունիսպորտում եւ Երևանում կարեւոր է դա նշել, որպեսզի հասկանաք, որ այն հավաքականը, որը գնաց հասավ մինչեւ Եվրոպայի առաջնություն, դրա մի շատ կարեւոր ու բաղկացուցիչ մաս կազմված է ֆուտզալիստներով, որոնք որ հանդես են գալիս Հայաստանում։ Հիմա մեր առաջնությունը play-off փուլում է, բոլոր նրանք, ովքեր որ հետաքրքրված են, թե ինչ է տեղի ունենում, երբ կարելի է դիտել այդ հանդիպումները, որտեղ, որ ժամին, կարող են ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտզալ բաժնում, մտնել եւ այդտեղ հենց բարձրագույն խմբի առաջնության ենթագլխում տեսնել թե հաշիվները, արձանագրությունները խաղի, բոլոր լուրերն ու մանրամասները, ամենակարևոր իրադարձությունների մասին զարգացումները եւ հավատացնում եմ, որ այնտեղ իսկական ֆուտզալային կիրք կա, հետաքրքիր է եւ շատ կարևոր է հենց դա ֆուտզալի զարգացման տեսանկյունից։ Պետք է մեր ներքին առաջնությունը զարգանա, ինչ որ փուլեր հաղթահարի, որպեսզի այդ եվրոպական մեծ ֆուտզալի կասկածը, որ կարող է այս թիմը մի օր ինչ-որ փայլատակել եւ ասպարեզից անհետանալ, այդպիսի բան երբևիցե չգրանցվի։ Ես էլ հակված եմ մտածելու, որ շատերիս համար, հայերիս համար հարազատ է հենց ֆուտզալը, որովհետեւ մենք տեղ ու դադար չենք տալիս, որևէ դահլիճ չկա, օրինակ ես էլ վերջին շրջանում թիմ չունեմ, ցավոք սրտի դրա պատճառներից մեկն էլ հենց այն է, որ ընկերներից մի մասը չի կարողանում դահլիճ գտնել, դահլիճները գրեթե բոլորը զբաղված են, բայց դա ինչպես ասում են, իմ սպասելիքներն, իմ խնդիրներն են, այնպես որ ես էլ իմ հերթին պետք է դահլիճի հարց լուծեմ։ Դա ֆուտզալի մասին, իսկ մարտ ամսին բաժին հասավ նաև շատ բարդ մի ստուգատես մեր հարևանների հետ, որի մասին ի տարբերություն նույն ֆուտզալի այնքան է խոսվել բոլոր անկյուններից, ամեն մեկ ընդդիմադիր, չընդդիմադիր, պարզապես մարդը, որ սիրում է կարևոր թեմաներով, որոնք որ ինչ-որ լայն մասսաների համար հետաքրքրություն են ներկայացնում, կարծիք հայտնել, բոլորը խոսել են եւ մեծ հաշվով ես Հայաստան-Վրաստան դիմակայության մասին շատ ասելիք չունեմ։ Ես նորություն դաշտում չեմ մտցնելու բացարձակ։ Բոլորը իրենց կարծիքը կրկնում եմ հայտնել են ամենածայրահեղից մինչեւ ամենանվիրականը, ամենապաթոսայինը եւ այդ ամենում ես պարզապես մեկ բան եմ տեսնում, որը ընկած է ինչ-որ մոտավորապես մեջտեղում։ Մենք անցել ենք ինչ-որ ճանապարհ 2020 թվականից, այն ժամանակ մենք դժվարին ու հավասար պայքարում ցույց տվեցինք, որ գոնե այս պայդրությամբ մեր հավաքականը ավելի լավն է, դա ծանր տարի էր մեր համար կորոնավիրուսային ու պատերազմով, եւ դրանից հետո բանից պարզվեց, որ 5 տարի անց մենք ուղղակիորեն տարբեր ֆուտբոլային մոլորակներում ենք, Վրաստանի հավաքականը արդեն գրեթե 200 միլիոն եվրո արժողությամբ ինչ-որ եվրոպական գերընտրանի է ֆանտաստիկ ֆուտբոլիստներով, որոնք որ հանդես են գալիս եվրոպական թոփ լիգաների թոփ առաջնություններում, նրանց երիտասարդական մինչև 19-17 տարեկանների հավաքականները իրոք փայլում են։ Ինչ թաքցնես, նրանք իրոք մեկ քայլ, ֆունդամենտալ քայլ առաջ են կատարել եւ Հայաստանը այս փուլում երևաց, որ մենք տարբեր քաշային կարգերում ենք եւ այստեղ մեկ դրական, որ մենք մնացինք C դիվիզիոնում եւ եւս երկրորդ սա դրականը չէ, պարզապես փաստ, որ մենք մեկ գլուխ, եթե ոչ ավել, հետ ենք Վրաստանի ազգային հավաքականից որպես թիմ
որովհետև անհատապես շատերը կան, որոնց որ վարպետության վրա ես կոնե չեմ կասկածում, նրանք դեռևս իրենց կարիերայի միջնամասում են կամ ծագման փուլում են, նրանք դեռևս աճելու տեղ ունեն, բայց ցավոք սրտի որպես թիմ նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն իրար միջև, իրար հասկանալու, նոր մարզչի գլխավորությամբ, նոր սխեմայով եւ այդ ամենը պետք է ինչ-որ շտկվի նման ապտակից հետո վրացական ֆուտբոլը մեզ այնպիսի հարված հասցրեց, որից որ մենք կվերականգնվենք միայն այն դեպքում, եթե ինչ-որ տարիներ անց ապագայում կարողանանք մենք էլ նրանց երկու խաղի արդյունքում նման ապտակ հասցնենք։ Հա, ես կարծում եմ միայն այդ օրը կփակվի այս թե շատ ավելի վաղ շրջանում այդ պարտության 7-0-ի, թե այս երկու ապտակների այդ ցավը, կարճ ասած, դարմանը կտեսնենք ինչ որ օր ապագայում տարիներ անց, կրկնում եմ։ Հեշտ չի լինի մեզ աճել, նրանց շրջանցել, նրանք էլ ինչ որ ստագնացիայի փուլ թևակողեն եւ վերջը գա հասնի մի շրջան, երբ կրկնում եմ, մենք կարողանանք նրանց ասել ու խոսել նույն այն լեզվով, նույն այն ուժգնությամբ եւ հարվածների ինտենսիվությամբ, ինչ մենք տեսանք Թբիլիսի Բորիս Փայչաձեի անվան Դինամո ստադիոնում։ Իմ համար իրոք շատ ծանր էր այդ ամենը ընկալել, տեսնել, որ քո աչքի առաջ է տեղի ունենում անախորժ դրվագներ իհարկե երկրպագուների հետ կապված, որը ընդհանրապես վրացական ֆուտբոլը չզարդարեց մեկ այլ բան, որ նրանք միանգամից հասկացան, թե ինչ մեծ սխալ է տեղի ունեցել եւ թե լրագրողը եւ թե լրագրողները բոլորը միասին եւ թե ադմինիստրատիվ աշխատողները ֆուտբոլի ֆեդերացիայի Վրաստանի փորձեցին մեզ հասկացնել, որ սա առհասարակ այն չէ, ինչ կցանկանային իրանք անգամ իրենց վատագույն երազներում տեսնել, նրանք խնդրեցին ներողություն։ Հետո արդեն եղան պաշտոնական հայտարարություններ տարբեր մակարդակներով մինչև անգամ քաղաքական, նախկինում ֆուտբոլային, հիմա արդեն քաղաքական, այնպես է ստացվել, որ վրացական ֆուտբոլում տենց վրացական ֆուտբոլը թևակողել է եւ մտել, ներխուժել, գրավել նաեւ քաղաքական դաշտն ու այստեղ կարևոր է ընդգծել, որ քաղաքականը ուղղակիորեն համընկնում է ֆուտբոլի հետ եւ տարբեր մակարդակներում կրկնում եմ ներողություններ հնչեցին, նաեւ երևի թե նրանց տղաներին սպորտային պահվածքի, կեցվածքի վառ ու լավ օրինակ լինելու համար պետք է նաեւ արժանին մատուցել, քանի որ նրանք հանդերձարան գալու ճանապարհին առանց որևէ աղմուկ աղաղակի, առանց նշելու ուղղակիորեն իրենց խոշոր հաշվով հաղթանակը պարզապես բռնում էին հանդերձարանի ուղին շշուկներով, կրկնում եմ, նշույլ չկար այն մասին, որ տոնում են իրենց այդուհանդերձ Կովկասյան դերբիում հաղթանակը։ Եվ այս դժվարին փուլը պետք է փորձել հաղթահարել, պետք է գնալ առաջ, հաշվի առնելով, որ մեր թիկունքում մենք ունենք պարտք, որը պետք է վերադարձնել, ֆուտբոլային պարտք եւ ինչ որ կրկնում եմ մի օր ապագայում մենք նույնպես ինչ որ լիգայում ընտրական փուլում մենք իրար դեմ հայտնվելու ենք եւ այդ ժամանակ պետք է շատ ավելի արժանապատիվ ֆուտբոլ խաղալ։ Իսկ արժանապատիվ ֆուտբոլի ամենակարևոր էտապներից մեկը դա արդեն ներքին առաջնությունն է, որտեղ մեզ մոտ հսկայական ինտրիգ կա։ Fastex Premier League-ան թևակողել է եւ հասել մինչեւ 24-րդ մրցափուլ, այս տուրում կարելի ասել, որ ընդգծված միայն մեկ տենց շատ ուժեղ զույգ կար, մյուսները մեծ հաշվով ինչ որ հավասար հակամարտություններ էին, բայց այնպես ստացվեց, որ նախ եւ առաջ այդ մեկ ուժեղների միջև դիմակայությունում գերֆանտաստիկ հանդիպման ականատես եղանք։ Իրոք նախ եւ առաջ այդտեղ դրամա կար, հետաքրքիր զարգացումներ, լարվածություն անգամ ես մեղմ եմ ասում, իսկ մյուս զույգերում, հա, ԲԿՄ Վեստ Արմենիա, թե Արադ Գանձասար, Նոա Շիրակ եւ թե Ալաշկերտվան, այստեղ եթե բացառություն ենք համարում Շիրակ Նոան, բայց այնտեղ էլ իրական պայքար ստացվեց, մրցակիցները հիմնականում հավասարազոր էին միմյանց
եւ ըստ էության դա էլ ապացուցում են հենց հաշիվները մեծ հաշվով միայն ԲԿՄ-ն է, որ կարողացավ թեթևությամբ առանց որևէ դժվարության հաղթել Վեստ Արմենիային 3-0 հաշվով եւ ԲԿՄ-ն ուղղակիորեն արդեն հավասարվել է նախ եւ առաջ 6-րդ տեղում գտնվող Շիրակին, հիմա բանակայիններն իրենց ակտիվում ունեն 25 միավոր եւ եւս մեկ կարեւոր փաստ, որ ԲԿՄ-ն արդեն գտել է այն խաղաոճը, այն ձևը, այն ուղին ու ճանապարհը, որը թույլ կտա այս երիտասարդներով համալրված թիմին հավակնել գնալու առաջ։ Իհարկե ես մի փոքր չեմ ասի տարբերվող, բայց համեստ կարծիք ունեմ, թե մինչև ուր կարող է զարգանալ ԲԿՄ-ն մեր առաջնությունում, բայց կարծում եմ Վանի պես թիմի համար նա իրոք մրցակցություն կարող է ապահովել 5-րդ տեղի համար։ Իր հերթին Վանը եւս շատ հետաքրքիր է, որ դարձել է միջնամասի կուրընկույզ, որին պարզապես հեշտ ջարդել չես կարող։ Ցավոք սրտի նրանք պայմանական մրցակցի արկի տակ, իհարկե մեծ հաշվով դա հենց նրանց տուններ տնային խաղեր Ալաշկերտի դեմ, Ալաշկերտը, որը հիմա մնացել է առանց սեփական ստադիոնի, սեփական արկի տակ հերթական տուրի հանդիպումը անցկացրեց հենց Չարենցավանցիների դեմ։ Եվ այստեղ ճիշտն ասած ես հակված էի մտածելու, որ Վանը հեշտությամբ կկարողանա այդ պայմանականությունը վերածել օրինաչափ իրականության եւ հաղթանակ կորզել, բայց առավելություն ստանալուց հետո այդուհանդերձ նրանք հանդիպման երկրորդ կեսում կորցրեցին նույն այդ առավելությունը եւ ըստ էության 2-2 պարզապես միավորները կիսեցին միմյանց միջև խաղի վերջնամասում, երբ արդեն դարձել էր 2-0 եւ ըստ էության բոլոր հարցերի պատասխանները կարծես թե տրված էին, Վանը միանգամից երկու գնդակի այդ առավելությունը կորցնում է եւ Մենսահն ու Մեթոյանը, ավելի ճիշտ Մեթոյանը եւ Մենսա հանդիպան վերջին մի քանի րոպեների ընթացքում ուղղակիորեն երկու անգամ խոցում են Վանի դարպասը եւ արդյունքում կրկնում եմ 2-2 ոչ ոքի։ Մենք արդեն խոսեցինք տուրի հանդիպումներից մեկի երկուսի մասին ըստ էության եւ եւս մի հանդիպում ստորին հատվածից կառանձնացնեմ գերդրամատիկ ստացված մի ոչ ոքի, որի առաջին գոլը Մանիի կատարմամբ, իդեպ խոսքը Արարատ Գանձասար դիմակայության մասին է, Մանին բացեց հաշիվը 1-0 հաղթում էր բացարձակ հետնապահ առաջնության։ Իդեպ վերջին շրջանում պետք է ընդգծել նաև, որ Գանձասարը ցույց է տալիս, որ եթե ինչ-որ կասկածելի նպատակով հանդիպումներ չի անցկացնում, ինքը պարզապես միջնամասում տեղ ունեցող ընտրանուն հավասար խաղ կարող է ցույց տալ։ Հիմա արդեն միանշանակ է, որ Գանձասարը փորձում է պայքարել այդ միավորների համար, սա առաջի դեպքը չէ, եւ Ուրարտուի դեմ դիմակայությունը, որտեղ որ նրանք նույնպես հաղթում էին, սա էլ գումարվում է դրանց շարքին եւ այստեղ էլ Գանձասարը հաղթում էր եւ միայն հրաշքով արարածիները կարողանում են երկրորդ կեսի վերջնամասում միայն ոչ ոքի կորզել եւ հիմա արդեն 9-րդ հորիզոնականում է Արարատը 20 միավորով եւ Գանձասարը, որը ըստ էության ոչինչի համար չի պայքարում, դա արդեն վաղուց էր հայտնի եւ պարզապես երրորդ ոչ ոքին էր, նրանք ունեն իրենց ակտիվում 3 միավոր։ Տուրի ամենակենտրոնական հանդիպումը բաժինը հասավ մարտի 28-ին եւ Արարատ Արմենիան Ավանի ակադեմիայում ընդունեց Փյունիկին։ Արարատ Արմենիան գնդակով էր, առաջին խաղակեսում նրանք հիմնական թելադրողն էին, բայց գոլ խփում էր մեկ այլ թիմ Փյունիկը։ Փյունիկը ստացավ 2 գնդակի առավելություն, իսկ հետո արդեն տեղի ունեցավ հրաշք ուղղակիորեն Արարատ Արմենիան Վարդան Մինասյանի գլխավորած թիմը կարողացավ հետ գալ, խփեց 3 գնդակ, վերջին էլ 11 մետրանոց հարվածից եւ փրկեց հանդիպումը։ Փրկեց իր համար 3
կարևորագույն միավոր, այդ միավորները նրան օգնեցին, որպեսզի Արարատ Արմենիան գործող գավաթակիրը նաև շրջանցի Փյունիկին մրցաշարային աղյուսակում, նրանք հիմա արդեն երրորդն են, զիջում են երկու միավոր, մեկ հանդիպում ավելի քիչ անցկացրած Ուրարտուին, շատ ավելի առջևում է 20 խաղ անցկացրած Նոան, որը իր ակտիվում ունի 52 միավոր, այս պայդրությամբ, եթե նույն այդ խաղային տրամաբանությունը Նոան, որը որ գտել է, հասկանում է, թե թելը դեպի ուր է տանում եւ հաջողության ճանապարհը ինչպես պետք է փորել հաղթահարել, ըստ էության հնարավոր է եւ Նոային ընդհանրապես հասնող չլինի, բայց օրինակ ես շատ էի ցանկանում, որ այս փուլում չմտածեք, թե ես ինչպես ասում են Նոայի դեմ եմ արտահայտվում, չէ, առաջնությունում հետաքրքրության տեսանկյունից շատ ավելի հաճելի կլիներ, իհարկե, որպեսի պայքարը ընթանար մինչև վերջին մրցափուլերը եւ գոնե այս խաղում Շիրակի ցույց տված խաղը այն մասին էր, որ իրոք հենց նրանք կարող են այդ միավորը կորզել։ Ամեն ինչ գնում էր դեպի դա եւ հրաշքով փրկված երկու դրվագ, երկու 11 մետրանոցներ, որոնք որ գոլով չփսակվեցին եւ արդեն վերջում եւս մեկը, երրորդը իհարկե դա զայրացրեց թե գյումրեցիներին թիմին եւ թե երկրպագուներին, հասկանալի է նրանց զայրույթը, բայց մեկ գործոն եւս պետք է ընդգծել, որ Շիրակն ամբողջ հանդիպման ընթացքում կարծես ինքն էր տրամադրում, նաեւ ինչ որ չափով աշխատում էր մրցավարի հետ, գնում էր կոնֆլիկտիվ, դարպասապահ փրկում էր եւ ֆուտբոլիստները չէին կարողանում այդ էմոցիաները իրենց մեջ զսպել, գնում էին դեպի մրցավարը, ցույց տալու իրենց զայրույթը, արժանանում դեղին քարտերի, ցավոք սրտի այս ամեն ինչը հասավ մինչեւ ապոգեյ եղավ այն, որ լարվածություն խաղի վերջում այդ նշանակված երրորդ 11 մետրանոցը եւ Գոր Մանվելյանի դիպուկ իրացրած հարվածից հետո արդեն 2-1 հաշվով Շիրակը պարտություն է կրում այն դեպքում, երբ որ հատկապես առաջին խաղակեսում շիրակցիները շատ լավ տեսք ունեին եւ ըստ էության Տուգանային հրապարակին մոտենալ չկարողանալու այդ խնդիրը նրանք այլ կերպ սկսեցին լուծել հեռահար հարվածներով, իսկ դրանցից այն մեկը, որը պսակվեց գոլով, ուղղակիորեն ֆանտաստիկ էր, այս ընթացքում էլ դուք տեսնում եք հենց այդ գոլի լավագույն դրվագները, Ռաֆիկ Միսակյանի հրաշք գոլը ուղղակիորեն մեր այս ընթացիկ առաջնության շարքում լավագույններից մեկն է։ Առհասարակ մեր առաջնությունում թե առաջին հատվածում, թե հիմա բազմաթիվ գեղեցիկ գոլեր են գրանցվում, բայց Ռաֆիկ Միսակյանի գոլը իհարկե հրաշքների շարքից էր։ Ցավոք սրտի գյումրեցիները մնում են առանց վաստակած միավորների, կրկնում եմ, նրանք 25 միավոր ունեն եւ կիսում են 6-րդ, 7-րդ տեղերը բանակայինների հետ, ԲԿՄ-ն նույնպես իր ակտիվում ունի 25 միավոր։ Ես իրոք ցանկանում եմ, որ այս միշտ ամուր թիմը, որ սեփական արկի տակ միշտ էլ գրեթե միշտ եղել է դժվար հաղթահարելի, պարզապես չմոռանանք, որ նախորդ տարի Նոան մեծ հաշվով այդ չեմպիոնական տիտղոսից զրկվեց հենց Շիրակի դեմ բարդ խաղի արդյունքում, երբ Շիրակը հաղթեց Գյումրիում Նոային եւ ըստ էության Փյունիկը դրանից կարողացավ օգտվել, միավորների տարբերությունը կրճատվեց եւ դրանք շրջանցեցին արդյունքում դառնալով չեմպիոն։ Այս տարի կարծես թե գոնե մինչեւ այս պայդրությունը Նոան արդեն 5 միավորի, կրկնում եմ, առավելություն ունի երկրորդ հորիզոնականում գտնվող թիմի Ուրարտուի նկատմամբ։ Իդեպ Ուրարտուի մասին էլ պետք է մի երկու բառ խոսել, ասել, որ նրանք արևմտյան թաղամասը ներկայացնող այդ թիմը կարողացել է խաղային ինչ որ հստակ սխեմա ձեռք բերել, ձեռագիր երևի թե, որը նախորդ մրցաշրջաններում ես այդքան էլ չէի տեսնում, խաղից խաղ կարող էր դա ամբողջությամբ փլուզվել, իսկ հիմա ինչ որ աշխատող մեխանիզմ է, փոփոխություններ է արել Գունկոն եւ առաջնության տարբեր հատվածների դեմ խաղերում նրանք ինչ որ թե սխեմայի, թե տակտիկական մոտեցումների տարբերություններով են դաշտ մտնում, տարբեր գործիքակազմ է աշխատում, եթե հանդիպում են ստորին հորիզոնականներում գտնվող թիմերին եւ մեկ այլ տրամաբանություն, երբ արդեն հավակնոտ Նոայի կամ Արարատ Արմենիայի, Փյունիկի, այդ թվում եւ Վանի հետ են խաղում, գոնե ինձ համար այդպիսի տարբերություն ընդգծվում է եւ ես ուրախ եմ, որ
ինչ որ չափով Urartu-ն կարողացել է դառնալ ավելի ճկուն։ Այդ տեսանկյունից նրանց արդյունքներն էլ վառ վկայությունն են նրա, որ իրոք նրանք հեռահար նպատակներ ունեն, այդ թվում եւ այս առաջնությունում։ Գալիք օրերի ընթացքում մենք ունենք գավաթային դիմակայություններ եւ հետաքրքիր կլինի հենց Urartu-ին տեսնել Արարատ Արմենիայի հետ խաղում։ Իդեպ այդ հանդիպման արդյունքը եւ գավաթային կիսաեզրափակչի ուղեգրերից մեկի նվաճող թիմի անունը մենք արդեն այս եթերը երբ գնա եւ արժանանա ձեր ուշադրությանը մենք արդեն կլինենք իմացած, սակայն հիմա երբ մենք ձայնագրում ենք, չգիտենք թե հանդիպումը ինչ ընթացք կստանա, այնպես որ գավաթային դիմակայությունների մասին մենք խոսենք գալիք շաբաթ անպայման շատ լուրջ ու մանրամասն անդրադարձ են կատարելու, կրկնում եմ, այդտեղ ամեն ինչ առավել քան խճճված է եւ գերետաքրքիր պայքար ենք տեսնելու, պարզապես հիշեցնեմ, որ առաջին խաղից հետո Արարատ Արմենիան նվազագույն առավելություն ունի եւ հաղթել է 1-0, բայց մեծ հաշվով, երբ որ սա արդեն եթեր գնա, մենք կիմանանք երկրորդ հանդիպման արդյունքն ու ընդհանրապես այդ զույգի հաջողակին, այնպես որ այդ հանդիպման մասին ապագային թողենք, մյուս շաբաթ կանրադառնանք։ Այս պայդրությամբ Հայաստանի առաջնության մասին թերևս այսքանը, կրկնում եմ, մեզ մոտ արդեն հաջորդ տուրը նախանշվում է եւս մեկ հետաքրքիր դիմակայությամբ, կրկնում եմ, զարմանալի չհնչի, բայց այստեղ մեզ մոտ Urartu Արարատ Արմենիա Փյունիկ դիմակայություններ ինչ որ շարք է, քանի որ հետաձգված հանդիպումներ կային, դե գավաթում են իրար հետ խաղալու եւ այո, չեմ ստում, շփոթություն այստեղ ընդհանրապես չկա, ամսի 1-ին կանալի գավաթային խաղից հետո 25-րդ տուրում նույնպես լինելու է Urartu Արարատ Արմենիա դիմակայություն արդեն առաջնության շրջանակներում, այդ խաղն էլ բազմաթիվ հարցերի պատասխաններ կտա եւ հետաքրքիր կլինի հասկանալ թե գավաթային խաղից հետո ինչպես են այս թիմերը կարողանում տրամադրվել եւ գնալ առաջ արդեն հարցեր լուծել առաջնությունում, նաեւ խաղերի տրամաբանության տեսանկյունից շատ հետաքրքիր կլինի հասկանալ արդյոք վճռական մեկ հանդիպման տրամաբանությամբ այս գավաթային դիմակայությունը կտարբերվի այն խաղային սխեմաներից, որոնք որ կկիրառեն արդեն թիմերը հաջորդ տուրի այդ Urartu Արարատ Արմենիա առաջնության տրամաբանության շրջանակներում։ Թերևս այսքանը Հայաստանի Fast-X Premier League-ի մասին, մնացեք Sport Podcast-ի հետ, քանի որ առջևում մեզ բազմաթիվ այլ հետաքրքիր նորություններ ու իրադարձություններ են սպասվում։ Մեր հաջորդ թեման դա տափողակով հոկեյն է, տրադիցիոնալ հոկեյ, այնպես որ տափողակը հետ այսօր չեմ ընդգծի։ Հոկեյի մասին ենք խոսելու եւ հայկականի, քանի որ ապրիլ ամսվան է բաժին հասել մի շատ հետաքրքիր մրցաշար, դա աշխարհի առաջնության որակավորման փուլն է 4-րդ դիվիզիոնի, այն տեղի է ունենալու եւ անցկացվելու է ամբողջությամբ Հայաստանում։ Հայաստանը հյուրընկալելու է 5 հավաքականների՝ Իրանի, Մալազիայի, Ուզբեկստանի, Քուվեյթի եւ Ինդոնեզիայի ընտրանիներին։ Պետք է ասել, որ սա հոկեյի աշխարհի ամենաթույլ դիվիզիոնն է, սրանից այն կողմ արդեն այն երկրներն են, որոնք որ պարզապես ու առհասարակ հոկեյ չունեն։ Այստեղ կան հավաքականներ, որոնք որ ուղղակիորեն նախկինում ընդհանրապես ավանդույթ չեն ունեցել հոկեյի աշխարհում։ Եվ առաջին անգամ եկել են հասկանալու համար, թե որքան լավ են սահում առհասարակ եւ կարողանում կանգնել սառույցի վրա։ Դա նրանք ստուգեն Երևանում եւ ապրիլ 13-ից 19 շատ հետաքրքիր կլինի դիտել հենց առաջին հերթին Հայաստանի հավաքականի հաջողությունները, թե ինչպես են նրանք այս ընթացքում մարզվել, պարապել, բազմաթիվ ընկերական հանդիպումներ են անցկացրել։ Ես ինչ եմ ցանկանում անել հիմա, խորհուրդ եմ տալիս մի քանի էջ, մի քանի ուղղությամբ հուշումներ եմ ցանկանում ձեզ անել, որպեսզի դուք նախ եւ առաջ իմանաք, թե ինչպես կարելի է ձեռք բերել տոմսեր, այո տոմսերով է լինելու եւ showforme.am-ում կարող եք տոմսերը գնալ, երկրպագել, աջակցել այս ամիսների ընթացքում, այս օրերին իրանցի երկրպագուները վստահ եմ նույնպես կցանկանան տեղ գտնել
նախկինում Իրինա Ռոդնինայի, հիմա գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց անվամբ է հանդես գալիս այդ կառույցը հայտնի պատճառներով, այլևս այդ անունը մաս չի կազմում Սաադաշտի պաշտոնական անվանման եւ 4 դիվիզիոնում մենք պարզապես մեկ խնդիր պետք է ունենանք, պետք է հաղթենք բոլորին, որպեսզի կարողանանք promote լինել ավելի բարձր level, կարծում եմ այդտեղ արդեն նոր միայն մենք կհասկանանք, թե մեծ համաշխարհային հոկեյը ուր է շարժվում, մենք էլ այդտեղ ինչ անելիքներ ունենք։ Կարևոր է ընդգծել, որ մենք իրավունք ստացանք, մենք ասելով Հայաստանի առաջնությունն ու Հայաստանի հավաքականը ձևավորվեց Հայաստանի առաջնության հիման վրա, քանի որ հոկեյ կառավարող միջազգային մարմնի պահանջն էր, որ աշխարհի առաջնության առասարակ միջազգային մրցաշահերի որևէ մակարդակում հանդես գալու իրավունք դու կարող ես ձեռք բերել, եթե ունես կանոնավոր ներքին առաջնություն։ Եվ այդ հարցը պետք է լուծվեր եւ դրանից հետո նոր մենք գնայինք ինչ-որ քայլ առաջ։ Այդ քայլը կատարվեց, մի քանի տարի է արդեն ինչ սահուն կերպով անցկացվում է Հայաստանի առաջնությունը, Փյունիկը դարձավ հաղթող, մինչև այդ Երևանյան այրուցներն էին, կարճ ասած այդ առումով հսկայական գործ է արվել, շատերի համար իհարկե դա սպորտային կյանքից կտրված է եղել, շատերը այդ մասին պարզապես չգիտեն եւ հուսամ, որ կազմակերպիչները բազմաթիվ խնդիրների շարքում, որոնք որ պետք է լուծեն, կլուծեն նաեւ այդ հարցը եւ մարդիկ Հայաստանի հավաքականից զատ կհասկանան, որ Հայաստանում կա ներքին առաջնություն եւ կարելի է հաճախել գնալ նայել դիտել, որը շատ հետաքրքիր եւ թեժ պայքարում է անցնում։ Այդ առաջնության որոշ փուլերի մենք բոլորս հետևել ենք, մենք անդրադարձել ենք, գոնե ես այդ առումով արդար եմ ինքս ինձ եւ ձեր արչեւ եւ հուսով եմ, որ իմ մյուս գործընկերները, որոնք որ հիմնականում խոսում են միայն ֆուտբոլի մասին, չեն շրջանցի նաեւ հոկեյի աշխարհի առաջնության 4 դիվիզիոնի այս պաշտոնական հանդիպումները եւ նաեւ Instagram-ում խորհուրդ եմ տալիս հետեւել Hockey Armenia էջին, պաշտոնական էջին, այդտեղ բոլոր մանրամասները կան, կարող եք նաև հետևել այն զարգացումներին, որոնք որ ընթանում են Հայաստանի ազգային հավաքականի շուրջ, տոմսերի մասին, պրոմոկոդներ են խաղարկվում, բոլոր նրանց համար, ովքեր որ մի փոքր ավելի զեղչով են ցանկանում գնել ավելի լավ տեղերը, կրկնում եմ, ամեն ինչ արված է, ամեն ինչ պատրաստ է։ Իդեպ նաև այս առաջնությունը ունի շատ հետաքրքիր եւ ուղղակիորեն հրաշք թալիսման, որը անձնապես ինձ շատ դուր եկավ, Գամփրշունը, ում կարող եք նաև տեսնել Հյուսիսային պողոտայում։ Այո, նա գեղեցիկ այդ մասկոտը նաև ակտիվորեն քարոզում է, փորձում է պրոպագանդել հոկեյի նկատմամբ սերը եւ Գամփրշանը առասարակ շներ Երևանում կարող եք շատ տեսնել, բայց այդ մեկը տենց կտարբերեք։ Նա հոկեյի մականով է եւ կարող եք նրա հետ լուսանկարվել։ Պողոցային շների հետ նույնպես կարելի է լուսանկարվել, բայց այս մեկը մասնակցելու է եւ լինելու է նաեւ տափողակով հոկեյի աշխարհի առաջնությանը։ Եվ իհարկե աջակցելու Հայաստանի հավաքականի։ Այնպես որ սա մեծ հոկեյին մոտեցող մեր հավաքականի մասին, իսկ համաշխարհային հոկեյում տեղի ունենում ամենակարևոր իրադարձությունը այսօրի ընթացքում եւ գրեցկու տարիներ շարունակ տենց մոնոլիտ մնացած ռեկորդը եկել է պահ, երբ Ալեքսանդր Ավեչկինը ըստ էության ամեն շաբաթ, ամեն խաղային օր ցույց է տալիս, որ այդ ռեկորդը հավերժ մնալ չի կարող։ 890-րդ տափողակը ուղարկեց մրցակցի դարպասը եւ ռեկորդը կրկնելու համար նրան մնում է միայն 4-ը եւ 5-րդը եթե ուղարկի, նաեւ արդեն դա կլինի բացարձակ ռեկորդ։ Առաջնությանը դեռևս բավականաչափ խաղեր կան եւ ըստ էության Ավեչկինը անգամ կարող է գնալ դեպի մի այնպիսի ռեկորդի հետևից, որը անհնար կլինի հասնել անհնարին, դժվար է անգամ ասել, եթե ժամանակին այդպես էին ասում գրեցկու ռեկորդի մասին,
կամ լավ դժվար ասանելի, թող լինի այդպես դժվար, գերդժվար ասանելի ինչ որ նոր նշաձող է սահմանելու ռուս հոկեյիստը եւ դրան ընդամենը օրեր են մնացել։ Ըստ էության գալիք ամեն խաղային տուր կարող է մեզ բերել համաշխարհային ռեկորդի կամ կրկնություն կամ արդեն նոր ռեկորդ։ Դե տեսնենք, ինձ թվում է արդեն ամբողջ համաշխարհային հոկեյասեր հանրությունը տրամադրված է միանշանակ գիտի թե ինչ է տեղի ունենալու։ Այո, բարդ է հյուսիս ամերիկացիներին թե Ամերիկայում եւ հատկապես թե Կանադայում ընկալել, որ ռուս հոկեյիստը եկավ հենց այստեղ կարողացավ այդ ռեկորդը զրոյացնել, նա կմնա երկրորդ հետագայում ինչ որ մեկը կհայտնվի, արդյոք կարողանա ձեռնոցնել այս երկու ռեկորդներին նորից հասնել, կրկնել, անցնել, դա արդեն ապագայի հարց է, բայց այս պահին նրանց համար որքան էլ ցավալի է դա ընդունել, բայց տարիներ շարունակ վերջին մի քանի մրցաշրջանի ընթացքում անընդհատ խոսվում էր այդ մասին, որովհետև Ավեչկինը սահուն քայլերով պարզապես մոտենում էր, կարելի ասել, որ տարի չի եղել, որտեղ որ նա իրեն ոչ արժանի ինչ որ կամ կասկածելի ելույթներ է ունեցել, բաց է թողել մրցաշրջանի մի մասը, ակնհայտ թույլ է եղել, ոչ, նա սահուն քայլերով մոտեցավ այս ռեկորդին, բոլոր նրանք ովքեր որ մեծ իրադարձություններ սիրում են համաշխարհային սպորտում, հավատացեք, սա դրանցից մեկն է, որևէ կերպ չպետք է բաց թողնել նման իրադարձություն։ Եթերը ավարտում ենք, մոտ ենք եթերի ավարտին եւ եւս մեկ շատ կարեւոր իրադարձություն հայկական Երևանյան աուդիտորիայի համար թերևս, բայց առհասարակ բոլոր նրանք ովքեր որ ցանկանան հաճելի գարնան մեկնարկ տալ, Վասկի մասին է խոսքը, մայիսի 4-ին կարող են գալ եւ միանալ Երևան Spring Run-ին։ Ես այնտեղ վազելու եմ 10 կիլոմետր, հիմա տենց զեղչերի շրջանն է, մինչև վերջին օրերը, ովքեր որ ձգեն ավելի թանկով այդ իրավունքը վաուչերը կարող են ձեռք բերել, այնպես որ գրանցվեք եւ եթե գրանցվեք, դա ամենակարևորն է, որ ձեզ կստիպի մարզվել, իսկ մարզվելուց հետո կարող եք արդեն մինչև այդ իհարկե դուք ձեզ համար նշաձողը սահմանեք, ուզում եք վազել 5 կիլոմետր, թե 10 կիլոմետր, ձեր երեխաները կարող են վազել 1 կիլոմետր, կարճ ասած Երևան Spring Run-ը ամենալավ իրադարձություններից մեկն է, մարզական իրադարձություններից մեկն է, որը բաժին է հասնելու այս տարի մեր գարնան իդեալական եղանակային պայմաններին համապատասխան իվենթ է, գերհաճելի կիրճ, գերհաճելի միջավայր, որտեղ չկան մեքենաներ, աղտոտված օդ, հավատացնում եմ Զանգու Հրազդան գետի քչքչոցն է, թռչուններ, կանաչ եւ խոնավություն։ Իդեպ այդ տարվա այդ եղանակին թերևս դա շատ կարեւոր է։ Այնպես որ բոլոր նրանց, ովքեր որ վազք սիրում են, ատլետիկա առհասարակ ես նրանց հուսամ կտեսնեմ մայիսին Հրազդանի կիրճում միասին կվազենք, իսկ մեզ մնում է մեկ բան, ձեզ ասել հաջողություն, ցտեսություն, մինչև գալիք շաբաթ, երեքշաբթի օրը կրկին կհանդիպենք այս նոր տաղավարում, հուսամ ձեզ դուր եկավ ձեր կարծիքները, իդեպ YouTube-ում երբ տեղադրվի գրեք, ասեք ինչ է դուր գալիս, համեմատեք նախորդի հետ, երանգները գունային փոխվել են, այնպես որ կարծիքները գրեք, մեզ համար դրանք շատ կարևոր են։ Այնպես որ մեկ բան եմ ցանկանում ասել, որ մենք վերսկսում ենք, մենք հետ ենք գալիս եւ այսուհետ մեր իրար հետ հանդիպելու ժամանակային գրաֆիկը չի ենթարկվելու փոփոխությունների։ Սպասեք մեզ Բուն TV-ի եթերում ամեն երեքշաբթի։ Մինչ հանդիպում։